Իմ համբուրգով հետևորդներ ջան։ Մենք նոր ենք զարթնել, բարի լույս, ու հիմա ուզում ենք մի հատ սարճենք։ Նայեցինք բալկոնը լավ արև էր, են էլ ցուրտ է։ Ցրտոտ արևա։ Ցուրտ։ Այսօր Քրիստին լիքը գործ ունի անելու։ Հեսա։ Ես իմ մեծ բաժակով, Սերոժը իր փոքր բաժակով։ Ծաղիկներն եմ ցույց տալի, որ լիքը գործ ունես անելու։ Հա, բայց սրանց գույները վերջն է։ 3 լիդլից եմ առել։ Հատը 2 եվրո։ Շատ է ժանել, դու շատ առնեիր։ Ինչ իմանայի, որ այդքան շատ կուզեիր։ Առնի։ Մարինը տելեֆոններ է կրթել, որ կանաչիները չուտել։ Ճիշտ արի։ Այս ծաղիկս էլ վարի գնաց։ Այսի տան ծաղիկ չէր, կյանք ջան, ենք դրինք տունը։ Դե իմա։ Ատես բան է։ Հիմա մատ սրճենք, հետո հելնենք ծաղիկները տնգենք։ Այսօր մաքրություն անեմ մի քիչ տանս մեջ երեխեք ջան, որովհետև երեկոյան էլի հրավիրված եմ։ Վաղն էլի պլաններ ունեմ արդեն առավոտ շուտ։ Մի խոսքով չեմ կանգնել։ Ես չասեցի ողջուններս։ Ողջունում եմ։ Բարի օր բոլորին։ Նստում ենք աղրևը տալիս եմ ու քիչ տալքանում ես։ Թես քամի խիչի կանում։ Այն օր ասացին, որ մենք վերևի հարգում ենք ապրում։ Ու քամին սենց մտնում ան դեից դուս ա գալի։ Այո։ Հիմա սենց տեղ քամիոտ ա, բայց լավ եղանակ ա, ամառը էլ ընդհանրապես տեղ նստել չի։ Դա ամառն էլ է, ֆորմա էլի։ Ամառը հով չի, կեյ ջան, ամառը լավ է, խեղտուց ա։ Դե դուսն է շոկ, դրա համար տենց արնում եմ։ Կարևորը Կանդիցիոներն էլ միացնում ենք, սյալ նստել չունեմ։ Բայց դե արդեն սպանում է։ Այդ ես կգաս։ Ում այդպես։ Տղուս հետ եմ պստի, կտկցնելով եկավ։ Նոն։ Բա որ ասում էի արի։ Նո։ Հալա։ Բա որ ասում էի արի։ Երեք շատ կերավի հիգունա։ Ինչ ես գերցրի, քան։ Լիքը կերել եմ։ Հա։ Իմ գրեշկով պլավին կերավ։ Ինչ։ Գրեշկով պլավս էլ կերավ, մուսիկով։ Ջոն։ Ոչ։ Կերել ես պապայ պլավները։ Օր լողանում ես թափուկ մազերը դառնում ո բանը։ Հելդեն շորնսով ով է լողանը մազերը կփափք է։ Հա նո։ Ճիկի։ Դե լավ էլ մի սկսի։ Դες պապան արդեն խմակ պրծանում է։ Ինչ ես մնացի։ Կհանդիպենք մի քիչ անց, չէ՞։ Հա, ծաղիկները տնկելուց։ Ատի բայց Նա ծաղկել է սիրուն ջան։ Փուշը ծաղիկ է տվել։ չի։ Նախդին փշի արանքից ծաղիկ է ելել։ Ես ասում եմ ստե տնկենք, Քրիստին ասում է այս հարևանի աղոնիկները կուտեն։ Ոչ հարևան չկա դե։ Ինձ դատար կա։ Դրա համար էլ ղշերը գալում հավքվում են դե։ Չէ Քրիստինա։ Տակ։ Ստե գոնը մի երկու հատ տնկի ինգեր ջան։ Ախր սերուն չի նե մի կողմը այս փուշը մի կողմը այդ ծաղիկները։ Նկար։ Ինչ ասեմ։ Տալ պայծես դե տնկի։ Պալուս պաճան։ Կամանց ջուրը չթափես։ Ներս արի։ Հանգստացել ինչով Քրիստը ծաղիկները ջրի։ Տնկի։ Չբերի ծաղիկները։ Արի։
Ծաղիկներս էլ դեր դուր ախ հիմա որոշել բանը մոտեն, բայց տարբեր դիներով կդնեմ հիմա 20 սենտիմս մնացել է տակը Նատ հողս խարնեմ Նորդեր անցած տարվա ծաղիկներն է եղել մեջը հիմա պտի Իրար չեն խանգարի էդի։ Հետ կշպիտակները դրանից ռոզվիները իդերան ու պարիչ 3 մասի բաժանի։ Հա, գիտեմ, 2, 4, 6 Ընդեղ թոմնը ուրիշ կառնենք։ Կդնենք եսի քիչ հա դրանց համար։ Հետո 2 հատ դիր, Հա, այս 2 հատն էլ ստե դիր կամ հետո դիր, այդ փոքրի մեջ դի, հետո կառնենք տազոց։ Ես չիմացա, որ դու ստես ուզում դնես, թե չէ շատ կվեկալի։ հա, բայց ստեմ էհելիքում է։ 2 հատ չես դնում մտել։ Չէ, մի հատ ստեմ, մի հատ ստեմ։ Շատ է տեղը տեղ։ Մի հատի համար։ Կարմիրն է դի կողքը։ Քրիստինան որոշեց զատիկի ուփերով լսույց դու։ Սրանք երեխի ջան։ Ափսոս է սրա մեջ, նայ, արդեն բան անում։ Դրա մեջ չի աճի։ Կմահանա, ավելավա։ Ստե տնկեմ, լեն, բոն, հավեսով, թո ինքը աճի է համար, վսյո։ Այս երկուսը դնեմ ստեղ, այսի դնեմ մեջտեղը ավելի սարավալի։ Այդ ռոզվին, Հա? ռոզվին դիր այդ անկյունը, հտե, տնգի։ Ստեղ? Հա, սպիտակը են մյուս անկյունը։ Մի քիչ կպած ես կոմպատին, որտեղ այդեղ խորտ բաներում ես կպցնել էլի, տնգելու։ Լավ, շատ մի բացի, որտեղ իրան պետք չի կան շատ։
Всё. Այս սպիտակն էլ դիր են յանի վրա, այն մի անկյունի վրա։ Ինչու ափսոս է։ Կարող է։ Ինչ։ Ծուր դրեցի։ Չէ, հերվեց որ նորմալ է։ Այն սպիտակը կետնից հա դիրը դե բաժանի։ Ինքը արդեն բաժանված է։ Նրա արմատները կպել էր նրա։ Ճիտի գավարի, ճիտիկը։ Իո։ Ես սիրում ծաղիկից չնեղ են։ Չեն նեղի, հանգացակի, եթե տենակ չի աճում կհանենք։ Այդ սոխի նմանները։ Որտե՞ղ էսի արդեն։ Էդին դուրը չի դու ասում։ Դեմա ոչ։ Ես մտածում եմ, որ ես այդ մեծ հողի մեջ կարճի։ Всё։ Ծաղիկից տեսքը չկորցնի, մնացածը հետ։ Հենենք, դրանք դե ավլես, մակրես, չէ։ Դիտարը մեկել են։ Հիմա, էսի կարող եմ բալկոնում ավիրել։ Ինչը։ Էս մեկը։ Չէ, դի կտանենք գդրենք բալկոնը։ Էսի դնում ենք բալկոնը։ Հիմա նայ Այդ դիպտի լսնե իրեն ամանի մեջ կը։ Հա, ոչինչ։ Հիմա կլսնենք ստեղ, հետո ինչ է ջուրը գա, լիքը կլսնենք։ Որտև հիմա ջրի սուղ վիճակ է։ Բայց սիրուն կնի, որ հաճի։ Աշխատեք աճեք, թե չէ ես կջղայան անեմ։ Ես էլ ասում եմ ծաղում։ Բեր մի քիչ էլ ես ծաղիկներին կարմիրներին լսա, Հայաստանից բերած է։ մնացածը իդի գոնը, որը։ Էիսի, որ նոր տանգեցինք։ Վերջի տոտենց հայատից եմ բերել։ Լա։ Էիսի, Այս սպիտակը։ հա, այդ որ նոր տանգեցինք։ No tiene datos. Որտեվ լուսեն անջատել են։ Լուսեն անջատել են։ Բարիջան։ Հեռախոսում ինչ ես անում։ Где datos? Есть datos. Всё, Քրիստիան իր վերջի շտրիխներն անում։ Հա։ Всё։ Նկարվեց ծաղիկների հետ։ Այո, այ հիմա որ ֆոտո անես ծաղիկներից հետ։ Հարկելը լիքը բան կաստեմ անելու, բայց սեք որ սիրուն եղավ, ու խլհոտը կաշի։ Всё, երեխեք ջան, մեր պայծետը պատրաստ է մնաց բալկոնի հարցերը լուծի Սերոժը։ Բալկոնին ինչ բերեմ, ինչ սայիկ բերեմ, ծտեն ու ըշեն ուտում եմ։ Վարդ։ Վարդետը բավորուտեն։ Վարդեր բերեմ, պարտեսից։ Լելա, այդ էլ ընթացքում հող կառնենք մի քիչ, մեկ էլ Հա։ մի քիչ ծաղիկներ բալկոններ բան կանենք, կդզենք ու կպրծ։ Հա։ Всё։ Հələ որ այսքանը Հա։ կհանդիպենք ընթացքում։ Հետո։ Երեխեք ջան, ոնց տեսնում եք, այսօր մենք ուրիշ պլաններ ունենք երեկոյան,
Այն էլ լրիվ ուրիշ պլաններ եղավ։ Ծաղիկներս տնկելուց հետո մեր լույսերը գնաց ու տենց մենք մնացել ենք առանց լույս, գիշերվա ժամը 12-ն արդեն, ամբողջ Իսպանիայով, Ֆրանսիայով, Գերմանիայով ու Բելգիայով մենք մնացել ենք առանց լույս։ Ու մտածում են, որ կարող է առանց ջուր էլ մնանք, որովհետև կարող է պատահի, ջրերն էլ կտրվի, եթե նասոսները չաշխատեց։ Հենց որ հիմա մեր տանը տիրում է լրիվ ռոմանտիկա։ Սենց մոմերը շարած, մի խոսքով բոլոր տեղերը մոմեր ենք դրել, որպեսի լույս լինի տան մեջ, հենց որ հիշում ենք 92 թիվը, որ մենք անլույս էինք մնացել։ Հիմա գնամ նոր աղջկա տուն։ Խեք ջան, հələ մի հատ նայեք մենք գիշերվա ժամը 12-ն է, մորքուրից պես են հազիվ գազա առե հազիվ բերել է, հաց եք սարքում, որ երեխեքը հաց ուտեն։ Երեխեքը դրել են շախմատ են խաղում, էլի մոմի լույսերի տակ։ Նենց որ այսօր մեր մոտ ռոմանտիկ գիշեր է։ Всё։ Բարախոժակ երեխեք։ Գիշերվա գեզին մոմի լույսի տակ։ Ռոմանտիկա է ձեր մոտ։ Բարի լույս երեխեք ջան, հիմա իսկականից օրը բարի է մեր համար, որովհետև Լույսը բացվավ, լույսն էլ հետը, ժամը 3-ին մեր լույսերը տվեցին երեխեք ջան։ Իհարկե Իսպանիայում քիչ են միացնելով եկել, երևի 100 կիլոմետրը 1 ժամ 100 կիլոմետր 1 բան էլ է բացել։ Լույսերը միացրել են, հա։ Որտեվ Սոնան մեզանից հեռու է 150 կիլոմետր, 170 կիլոմետր, ժամ կեսվա տարբերություն է։ 3 հա, 12-ին են Սոնայի մոտ տվել, Ջեմամուրքուր հենց մոտը տվել են ժամը 2-ին, մերը տվել են ժամը 3-ին։ Դե ոչ եմ, քիչ միացրել են տվել, չգիտենք ինչ պատճառներով։ Չգիտենք պատճառները, երևի թե հիմա այսօր ինչև երեկո կասեն ինչն էր պատճառը, խի տենց եղավ, բայց շատ դեպքեր է գրանցվել։ Ահա որ էր։ Բայց ես երեք ռադիոն գիշերը լսեցին, ոնց որ թե բան մահացու դեպքեր չի ելել։ Դե եթե երեք չգիտենք, կյանք ջան, մինչև առավոտ ժամը 7:30 հələ մարդիկ մնացած են եղել գնացքների մեջ, մետրոների մեջ են մնացել, լիֆտի մեջ, հետո Սիերա Նևադայում մնացել են վերևները կախված բանը ճոպանների մեջը 6 ժամ, մինչև փրկարարներն եկել են իջացրել են։ Ահա որ մի հատ կատաստրոֆիկ Սոնաս ասեց ընդ Կուենկայում ասեց մամատիներ ինչեր կատարում։ Էսի մի հատ հետո սա ստրեսի մեջ, sense ապրում ես երջանիկ, ուրախ, ամեն ինչ լավ է ցենտրը ու մեկ էլ ոչ հեռախոս, ոչ ինտերնետ, ոչ լույս, ոչ մեկից ոչ մի բան խաբար չունես։ Անկախ քեզանից մտել է պանիկա, էլի մտել են ժողովուրդը խանութները դատարկել են երեխեք, մամա ջան, ինչա կատա 2 ժամվա մեջ հսկա խանութները դարակները սրբել էին ու վարակույրներն իջցրել էին 2 ժամվա մեջ։ Թե խինը տենց հարը չհասկացանք ինչն էր։ Որտեղ ֆռում էր խոսակցությունը, որ 3 օր բան լույս չենք ունենալու։ Ոչ մոմերա մնացել խանութները, ոչ էլեմենտներ, դաժե չինական խանութներում, ոչ լամպարաներ։ Հետ էին կանգնել մարդիկ չինական խանութի դեմը էլեմենտ առնելու համար։ Ջրերը պրծցրել էին, որովհետև ասեցին, որ եթե մի օր էլ սենց շարունակվի, ջուրներ կկտրվի, որովհետև նասոսները ինչ որ պահ ժամանակ ունեն, հետ էլ կվերջանա, ջուրն էլ չի լինի։ Բայց փաստորեն մոտայում բանում ջուր չի եղել։ Հա դե բոլոր դեպքերում տարբեր գյուղերում տարբեր որտեղ ասма մատոր ա եղել, ջուր չի եղել։ Հա դե։ Դե ոնց որ այնտեղ շենքերում մեր շենքում ջուր էր գալի, բայց մեր մատորը չէր աշխատում։ Էդե երեք երեխեք ջան ծաղիկները ջրելուց որ ասում էի ջուր չունենք, այդ դրա համար էի ասում, մեր լույսերը որ գնում է, մեր ջուրը կտրվում է, որովհետև մեր ջուրը մատորով է։ Մենք ապրում ենք 3-րդ հարկում, Սերոժը այդ հարցը լուծել է, որ մենք ուժեղ ջուր ունենանք, մենք մատոր ենք դրել։ Բայց եթե լույսերը գնում է, մեր մատորն անջատում է, ու մենք ջուր չենք ունել։ Դա շնորհակալություն բանին, ոնց վադապրավոտ ոնց են ասում։ Ոչ չգիտեմ։ Ջրի մարդու, որովհետև
Այն վաղտ միացած էր առանց բանի, ջուրը եւ լույս ունենանք թե չունենայինք, ջուր ունեինք, կարճ ասած։ Դրա համար է ասում, մի խոսքով, երեխեքը խուճապի մեջ, երեխեքը վախեցած, Սոնայից տեղեկություն չունեինք, մինչև ժամը 12:20 մեկին զանգել եմ նոր երեխուս հետ խոսացել եմ, երկու փոքրներս մտել էին իմ կողքը, Սերոժը մնացել էր խանութը, որովհետև չէին կարա դռները փակեինք, էլի լույսի հետ էր կապված։ Այո։ Սերոժն եկել ա տուն լուսադում ժամը 6:30։ Ընդեղ էլ էր դաժան, ընդեղ էլ էր ահավոր։ Մի խոսքով կարևորը պրծանք երեխեք ջան, ամեն ինչ նորմալ է, արդեն լույս ունենք։ Բայց ես հույս ունեի, որ ավելի շուտ կունենա։ Ես էլ հույս ունեի, Մարին ասма դու ինչ լավ ես։ Որովհետև այտենց անհնար է, ինքը Եվրոպա, բոլոր դեպքերում իրանք ամեն մի հաշվարկներ ունեն, ու դաժե ռադիոյով էլ զգուշացած են, որ կարող է այտենց դեպք լինի։ Մինչև այս լույսերը, մենք էլ ռադիո չենք լսում, բանտեղ չենք լսում։ Բայց որ արդեն հեռախոս չունեինք, ոչ մի կապ չունեինք, ուզած ռադիո էինք լսում, որ տենենք ինչ կլինի աշխարհի վերջը կամ Իսպանիայի վերջը։ Կարևորը ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, հիմա լույս ունենք։ Կտեսնենք նորություններով երևի ոչ մի արտարոց դեպք չի եղել։ Բայց ասում եմ ժողովրդի կես ռադիոյով խոսում էին, ասում եմ երեք բան է եղել, ավտոները շարված ճանապարհներին, մարդիկ կանես տները ձեռները, Լիլիթ ասում է բենզին են մանել։ Ուրիշ վաղ ասում է բենզին որ մնում է մի քիչ ասում է լցնում է։ Երեք թարսի պես ասում է չլցրի, ասի լավ կեթամ կգամ կլցնեմ։ Ինքն էր տենց։ Երեք ոնց որ թարսն էր երեխեք, մեր հայության սա բենզինները կաթիլ հասել են տեղ ու կայնել են վժոել, ոչ մեկ չի կարծել, ոչ ես կամ ոչ ես։ Որովհետև լցնում եմ հենց որ պերչանում է, էլի պոլի բակ լցում ենք։ Բայց բան էլա, որ գնացինք Սոնային տարանք Կուենկա հետ եկանք ու արագել հելամ գնացիմ գործի, էլ մտքովս չէր անցնում, որ կավա տենց պատմությունների մեջ են գնենք։ Նենց որ սրանց հետո արդեն ամեն զապաս դնելու ենք պահեք, թե գազ, թե դվիժոկ։ Երուս հարսը հոկտեմբեր ամսից տեղա երեխեք, երեք դե նստել ենք բալկոնը, որ ոչ մի բան չկա անելու, սենց հանում։ Աչի Քրիստ ասում է, այդ հոկտեմբեր ամսից ես ստեի ասում այդքան մարդ չտես ասում, այսօր ես ինչքան մարդ տեսամ դուս էի թացող եկող, բադես մտնող, հելո։ Էազի Մարին ջան, ոչ լույս կա, ոչ հեռախոս կա, ոչ ինտերնետ կա, մարդիկ լրիվ լցվել էին դուրս։ Նենց որ երեխեք ջան։ Ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց։ Всё։ Այսօր այսքանը։ Հա, այսօրվա վլոգը այսքանը։ Հա, այսօրվա մեր վլոգը կավարտենք մեր ռոմանտիկ վլոգով։ Հա։ Մնացած ռոմանտիկ վլոգը ո՞րն է։ Դե գիշեր երեխեքը մոմի լույսի տակ հաց էին ուտում, մենք սուրճ էինք խմում, երեխեքը շախմատ էին խաղում, դες բան մեջ էինք գրածել։ Չէ, չեմ նկարել, որովհետև դե մարդ կար որ չէր ուտում, տենց էլ չեմ նկարել։ Կարճ ասած հետաքրքիր էր։ Պետք էր էսի մեզ։ Հա, բոլոր դեպքերում ստապվել պետք էր մարդկանց, որ հասկանան ինչը որից հետո է, բայց դաժան էր։ Մենք Հայաստանում տենց օրեր դեպքեր տեսել ենք, տարի է քաշել, չեմ հիշում, 2-3 տարի քաշել է։ Ինչ եմ ուզում ասացել, որ մենք տեսել էինք այդ ծանրությունը, բայց որ դու գիտես, որ կա էդի, այդ ուրիշ է, բայց որ միանգամից կդրվում է։ Այն վաղ բան չենք ունեցել։ Ոչ հեռախոսը, գիտենք, այդ ժամին լուսերը գնալու էր, այդ ժամին գալու էր։ Մեր լամպերը միացնում էինք, լոտոյի կարտերը բաժանում էինք, սկսում էինք լոտո խաղալ, որտեղ գիտենք, այսքան ժամից լուսերը գալու է, վերջ։ Իսկ հիմա որ ոչ ինտերնետ, ոչ մի բան, այդ արդեն խոճապի մեջ է։ Այդ արդեն դաժան էր, այդ արդեն խոճապ էր։ Մի խոսքով, երեխեք ջան, բարին ձեզ, մնաք բարով, լավ մնացեք։ Այո։ Adios. Stay soon.